Մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպությունն ամփոփեց կրթության ծախսեր քննադատական մտածողության որակ 6-ամսյա ծրագիրը։ Միջոցառումը կյանքի է կոչվել բյուջեներ քաղաքացիների համար ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության, տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի եւ Agora Central Europe ՀԿ-ի հետ համագործակցաբար։ Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Յոսիփ Յուրիչը։ Նա կարևորեց քաղաքացիական հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացում, խոսեց բյուջետային ծախսերի վերլուծության, արդյունքների գնահատման եւ բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունից։ Ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ներկայացման ընթացքում քննարկվեցին հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրները։ Մեդիան հանուն կրթության ՀԿ-ի աշխատանքի շնորհիվ ուսումնասիրվել են հանրակրթության ծախսերը, ատեստավորման արդյունքները, դասագրքերի որակը եւ այլ կրթական խնդիրներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի եւ բյուջեներ քաղաքացիների համար ծրագրի ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը արդյունավետ համարելով այս համագործակցությունը։ Մեր ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանում մասնակցային բյուջետավորման մակարդակը, տրամադրելով քաղաքասարակությանը բյուջետային գիտելիքներ, կարողություններ եւ իհարկե մարդկային ռեսուրսներ։ Ծրագրի ղեկավար Մեդիան հանուն կրթության ՀԿ-ի նախագահ Անուշ Մարտիրոսյանը բացման խոսքում ընդգծեց Media for Edu AM կայքի նշանակությունը։ Լրագրողներ, ուսուցիչներ, երիտասարդ տնտեսագետներ, մարդիկ, որոնք հրապարակային են դարձնում կրթության խնդիրները, դրանց համար լուծումներ առաջարկում, ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները, ինչի վառ օրինակը հենց այս ծրագիրն է։ Ամեն դեպքում շատ կարևոր է, որ եւ մեդիան եւ քաղաքացիական հասարակությունը նմանատիպ հարցերում լինի շատ հետևողական եւ բոլոր հնարավոր իրավիճակներում հիշեցնի աշխարհում տեղի ունեցողի մասին, ցույց տալով լավագույն օրինակները։ Կրթության ուղղված ծախսեր, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչներ, նոր դասագրքերի ստեղծում։ Թվային հարաբերակցությամբ այս ամենը ներկայացրեց Մեդիան հանուն կրթության ՀԿ-ի համահիմնադիր ուսուցիչ Նելլի Հայրապետյանը։ Մենք տեսնում ենք այստեղ դասագրքերի տպագրության եւ այդ աշխատանքների համար ընդհանրապես սա ներառում է նաեւ ստուգող հանձնաժողովների վարձատրությունները, հատկացումներն են, մենք տեսնում ենք ինչքան աճել են ուրեմն հատկապես 2024 թվականի ամենաբարձր հատկացումներն են եղել, իսկ 25-ին արդեն այսքան, որովհետև ավարտվել են արդեն այդ դասագրքերի վերահրատարակումը։ Այս վերլուծությունների ու հեղինակային հոդվածների ստեղծման համար նա հիմքում դրել է իր որպես ուսուցչի երկարամյա փորձը, այն խնդիրները, որոնց բախվել է, հակընդդեմ հարցումները, հետաքրքիր բանավեճն ու կատարված դիտարկումները կարևոր էին ու դրանով մեկ անգամ եւս մատնանշվեց կրթական ոլորտի խնդիրները բազմաթիվ են։ Միջազգային փորձի համեմատությամբ անդրադարձ կատարվեց էսսե գրելու մշակույթին, բարձրացվեցին հարցեր, արդյոք մեր դպրոցներում աշակերտները պատրաստ են ինքնուրույն առանց որևէ մեկի օգնության էսսեներ գրելու։ Դրա մասին առանձին ուսումնասիրություններ կատարել Մեդիան հանուն կրթության ՀԿ-ի համահիմնադիր, ծրագրերի տնօրեն, Ստոկհոլմի համալսարանի միջազգային եւ համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս Լիլիթ Ավագյանը։ Մեդիան հանուն կրթության ՀԿ-ի համահիմնադիր լրագրող Լիլիթ Հարությունյանն ամփոփեց ծրագրի ընթացքում իր նախաձեռնած փոդքասթների ժամանակ փորձագետների հնչեցրած գնահատականները, իսկ հատուկ մանկավար Սուսաննա Դավթյանը ներկայացրեց հատուկ կարիքի խնդիրները։ Մենք խնդիր ենք դրել հատկապես կենտրոնանալ հանրակրթության ծախսերի վրա եւ հասկացանք, որ պետք է համեմատությունը տանենք 2021-2025 թվականներին, ինչու, որովհետեւ 2021 թվականը կարևոր տարեթիվ է չափորոշիչների ներդրման առումով եւ շատ տարբեր կարծիքներ ենք լսում, ընդհանրապես կրթության վերաբերյալ կարծիքները շատ տարբեր են։ Երբեք դժվար է գտնել համընկնող կարծիքներ եւ որոշեցինք նայել, թե ինչ ծախսեր են հատկացվում բյուջեով։ Նշում է ծրագրի ղեկավարն ու ընդգծում բյուջեում աճ է գրանցվել, սակայն այն միջազգային ստանդարտներով դեռևս չի հասնում անգամ նվազագույնի։ Անուշ Մարտիրոսյանը կարևորեց մասնակցությունը բյուջեներ քաղաքացիների համար ծրագրին, ինչն իրենց կազմակերպությանը թույլ տվեց իրականացնել մեծածավալ հետազոտություններ։ Այս գործում հատկանշական է բյուջետային հարցերով երիտասարդ մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը։ Էլենա Հարությունյանն այն մասնագետներից մեկն է, ով եւս մասնակցել է 6-ամսյա ծրագրին։ Միջոցառմանը նա ներկայացրեց կրթության ոլորտի, հանրակրթության եւ կրթության որակի ապահովում ծրագրերի 2021-ից 2025 թվականների բյուջեների համեմատական վերլուծությունը։ Այս 6-ամսյա ծրագրի ընթացքում ուսումնասիրել են կրթության ոլորտին ուղղված բյուջեն, ուշադրություն սևեռելով հանրակրթության, կրթության որակի ապահովման, ինչպես նաեւ ներառական կրթության բյուջեներին համատական վերլուծություններ են կատարել 2021
քննարկեց 2025 թվականներին նշված ծրագրերին ուղղված բյուջեներին։ Քննարկմանը ներկա պետական մարմինների, դպրոցների, կրթահամալիրների ներկայացուցիչները խոսեցին կրթական համակարգում առկա բացերի, սովորողների համար ավելի արդյունավետ պայմանների ստեղծման մասին, դասագրքից մինչև սնունդ, տարիքային առանձնահատկությունից մինչև ձևավորված կարծրատիպեր։